Ողջույն սիրելիներ, այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ հետ խոսում է Մատթեոսի ավետարանի և Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի թղթերի միջոցով։ Մասնավորաբար Տերը խոսում է օրենքի և դրա կիրառման մասին և օրենքի և մարդու փոխհարաբերության մասին։ Ըստ այսը Մատթեոսի ավետարանի դրվագը ներկայացնում է մեզ այն պատմությունը, որ Հիսուս հրեաների ժողովարանում հանդիպում է ձեռքը գոսացած մարդու և բժշկում նրան։ Ինչի պատճառով հավաքված փարիսեցիները հանդիմանում են Տիրոջը և ասում, որ արդյոք իրավ է շաբաթ օրով անել բժշկություն։ Ինչին ի պատասխան մեր Տերը չի տրտմում, չի երկմտում և հստակորեն բերում է հետևյալ հատվածը Սուրբ Գրքից։ Եվ Հիսուս այնտեղից հեռանալով եկավ նրանց ժողովարանը, և ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին, թե թույլատրվում է շաբաթ օրը բժշկություն անել։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ձեզանից ով է այն մարդը, որ եթե ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ մարդը որքան առավել է ոչխարից, ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ Այդ ժամանակ Հիսուս մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնիր», նա չորացած ձեռքը մեկնեց և այն մյուսի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդատություն արեցին, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Սիրելիներ, իրապես մեծ գայթակղության պիտի տրվենք, եթե մտածենք, որ Աստուծո սահմանած օրենքը, որը տրված է մարդ-Աստված հարաբերությունը առավել դյուրին դարձնելու, պիտի խանգարի և երկրորդի մարդու դերակատարությունը։ Իրապես օրենքն է, որ պետք է դաստիարակի, օրենքն է, որ պետք է առաջնորդի առ Աստված, և ըստ այսմ օրենքը պիտի ծառայի մարդուն, և մարդը առավել է, քան օրենքը։ Ուստի արտաքին այս դրսևորումը, թե իբրև խիստ կանոնական կյանքով ապրող փարիսեցիները հանդիմանում էին Քրիստոսին շաբաթ օրով, որ հրեական օրենքի համաձայն, մովսիսական օրենքի համաձայն արգելում էր որևէ գործ անել, այդ թվում և բժշկություն, պիտի խանգարեր Քրիստոսին կատարելու գոսացած մարդու ձեռքի բժշկությունը, թյուր և սխալ կարծիք է և պատկերացում է քրիստոնեության մասին։ Ուստի սիրելիներ, չտրվենք այսօրեական գայթակղություններին։ Օրենքը ոչ միայն աստվածային, այլև մարդկային կոչված է դաստիարակելու և կրթելու և առաջնորդելու բարիքին, այն առավել վեր չէ, այլ ծառա է մարդու կարիքներին։ Մնանք սիրելիներ աստվածային սիրո և բյուր օրհնությունների մեջ։